Լոռու մարզի ամենամեծ գյուղում Օձունում 1270 հեկտար գյուղատնտեսական հողերից այս տարի ընդամենը 35-ից 40%-ն են գյուղացիները մշակել։ Հող մշակելուց օձունցիները հրաժարվել են գյուղատնտեսական տեխնիկայի բացակայության ու սերմացուի թանկության պատճառով։ Նրանք, ովքեր ցանել են, ասում են, որ կարկուտն արդեն վնասել է բերքի կեսից ավելին ու իրենց ցանքսերին չեն շարունակում հետևել։ Բայց թաղել է։ Օրինակ ես ծառեր ունեմ, ես մի բանը չկով է, որ կա թաղավոր բալներ կա, էլամիր կա, ծախամեն են նոր ծախեն տարան, 200-300 դրամով կարտոփ են գարել ցանել ենք, հենց կարտոփին է գորոց է գհի, տխելի չավ։ Ծաղկումներ, վերգը ծառերը, որ բանդեր ծաղկիլներ, Ένα τσάχκի ժամանակ լրիվ տվոզուել է կարկուտի ժամանակ, որն էլ ասենք, որ ծոգոլ էր տալի այդ ժամանակ։ Օձունի գյուղապետարանի բյուջեից 5 միլիոն դրամ է հատկացվել հակակարգտային նոր կայան կառուցելու համար։ Թումանյանի տարածաշրջանի ամբողջ տարածքում սա միակ հակակարգտային կայան է, որը գյուղացիների վկայությամբ չի բավականացնում նույնիսկ Օձունի ամբողջ տարածքի համար։ Եվս մեկ հակակարգտային կայան Օձունում տեղադրվելու է նաև հաջորդ տարի, սակայն կարկուտից գյուղն ամբողջությամբ պաշտպանելու համար ընդհանուր առմամբ 7 կայան է անհրաժեշտ։ Մեկը չի բավարարելու, ծրագիրը շարունակական է, նախատեսել ենք մյուս տարի հավանաբար մեկը նստել կտեղադրվի, եւ 4 հատը բավարարել Օձունի ամբողջ վարչական տարածքի։ Պետության որոշմամբ դեռ 2009 թվականից հանրապետությունում հակակարգտային կայաններ պետք է տեղադրվեին։ Հուլիսի 4-ին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Լոռու մարզ այցելության ժամանակ նախարարը նշեց, որ ծրագիրը թերի է կատարվել։ Սա 2009 թվականի որոշում է եղել, այո, բայց որոշումը լիարժեք չի կատարվել, մասնակի է կատարվել ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Այս տարի նորից հանրապետության նախագահան ուրեմն հրահանգեցվել, որ անպայման տեղադրվի որոշակի քանակ, եկող տարի ավելի շատ ենք մենք տեղադրել։ Հանրապետությունում 118 գործող հակակարգտային կայան կա, Լոռու մարզում սակայն պետությունը դեռևս հակակարգտային կայան չի տեղադրել։ Նատալիա Ուսյան, Մարիանա Պեպանյան, Վահագն Ասրյան, լուրեր։